Հայկական ընտրության քննարկումների հարթակում այսօր մենք խոսենք ոչ միայն նախընտրության մասին, այլ ընտրանքային մոտեցումների մասին, որոնք մեր քաղաքական ճգնաժամը հաղթահարելու նպատակ են նույնպես հետապնդում։ Մեր հյուրն է Արթուր Այվազյանը, փաստաբան, եւ փորձենք սկսել վերլուծելուց քաղաքական դաշտում ընտրությունների հետ կապված ակնկալիքները եւ հասկանանք, թե դուք ինչ եք առաջարկում որպես լուծում ստեղծված քաղաքական պայմաններում։ Բարև ձեզ, որպեսզի հասկանանք, թե ինչ լուծում ունենք, երևի պետք է գնանք բավականին հետ, անկախ Հայաստանի Հանրապետության ստեղծումից եւ գանք մեր օրեր, դա փորձենք անել հնարավորինս կարճ։ Իմ համոզմամբ Հայաստանի Հանրապետությունը իր անկախություն ստանալուց հետո կառավարվել է Կրեմլի կողմից եւ բոլոր նախագահները, երեք նախագահները Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան եւ այսօր վարչապետ հանդիսացող Նիկոլ Փաշինյանը հանդիսանում են Կրեմլի կողմից կառավարվող երկրի ղեկավարը։ Մինչև այսօր։ Մինչև այսօր։ Մենք նաև հիշում ենք, բոլորս բավական այդքան երիտասարդ չենք, բայց այդ իսկ պատճառով հիշում ենք, թե ինչպես են ընթացել մեր բոլոր համապետական ընտրությունները Հայաստանի Հանրապետությունում։ Ստեղծվել է իշխանություն, որն այնուհետև ստեղծել է իր արբանյակ քաղաքական ուժեր, որոնք ընդդիմություն են խաղացել մշտապես։ Ամենալավագույն օրինակը ես կարող եմ նշել 2003 թվականի Արտաշես Գեղամյանի, երբ որ նա նախագահի թեկնածու էր դառել եւ բավականին մեծ թվով ձայն վերցրեց, եւ ես համոզված եմ, որ նա հանդիսանում էր իշխանական պրոյեկտ, որպեսզի հնարավորինս ձայներ վերցնի, հանդիսանալով որոշակի ժողովրդական մարդ, որին որ իբրև թե ժողովուրդը սիրում էր եւ ռասկրուտկա են անում, օտարբար օգտագործեն եւ բավականին հաջող։ Նման բան եղավ նաեւ 2008 թվականին եւ երբ Արտաշես Գեղամյանին արդեն փոխարինեց Արթուր Բաղդասարյանը եւ եւս ստանձնեց նույն դերը, մենք հիշում ենք, որ նա նաեւ ստացավ, միջև դա էլ ուներ պաշտոն, դրանից հետո էլ Կարծում եմ այս նկարագրության հետ շատերը կհամաձայնվեն, բայց միաժամանակ այսօր իշխանող քաղաքական ուժը կարծես թե այդպիսի շատ արբանյակներ չունի, բացի այն արևմտամետների դաշինքից, որը Արամ Սարգսյան եւ այլն։ Բայց շատ ինչ է։ Դե շատ ոնց որ կարելի ասել ինքը դաշինքը տարբեր փոքր կազմակերպություններ, բայց այդքան շատ չեն, ոնց որ կարծես թե այդ մեկ միավորն է, այսինքն գոնե ընտրություններին միայն իրենք են մասնակցում եւ դրա մասին արդեն հայտնի է, այսինքն կա Երևանի նախադեպը, բոլորը դա գիտեն, բայց այլ ընդդիմադիր միավորները բավականին շատ են, էլի։ Բայց մենք մոռանում ենք, այդ թվում նորաստեղծ։ Մոռանում ենք, որ հիմա խաղի մեջ այլ բան է գործում, այլ խաղ ընթանում, եթե նախկինում չի եղել, ապա հիմա կա նախկին ներկա սեպսպիտակ հասկացություն։ Բայց ներողություն նախկինում էլ է եղել, որովհետև Հայաստանում միշտ ընդդիմությունը առաջնորդել են ինչ որ նախկիններ, ասենք 96 թվականին դա վարչապետից հեռացված Վազգեն Մանուկյանն էր, մի քիչ ավելի ուշ Կարեն Դեմիրճյանն էր դեռ սովետից նախկին դառած եւ միշտ այդպես նախկիններ են եղել եւ նույնիսկ ասենք այն ժամանակ, երբ որ 2008 թվականին նորից Լևոն Տեր-Պետրոսյանը արդեն որպես նախկին եկավ ասպարեզ։ Համաձայն եմ, ժամանակները գնում են եւ ամեն ինչ զարգանում է եւ նոր մոտեցումներ են ցուցաբերում, որտեղ հնարավոր չէ անդադար նույնը անել, դրա համար զարգացումներ են տեղի ունենում եւ առաջ այդ քանակի օրինակ 21 թվականի ընտրությունների չափ կուսակցություններ, ես չեմ հիշում, որ մասնակցեն խորհրդարանական ընտրություններին։ Դա արդեն նոր ժամանակներն են բերում, որպեսզի իրավիճակները
իրավիճակին համաձայն փոփոխություններ իրականացվեն։ Համաձայն եմ, բայց դա կարելի է բացատրել նաև նրանով, որ այսօր այդպես կայացած խոշոր քաղաքական միավորներ չկա եւ փոքր միավորները բոլորը ոնց որ ուզում են իրենց առիթը փորձել, էլի գոնե մի անգամ փորձարկել իրենց ուժերը։ Փոքր միավորներին դրա համար եմ ասում նախկիններ կա, հիմա եթե 2008 թվականին Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան տանդեմ միասնական էին գործում, ապա այսօր նրանք արդեն յուրաքանչյուրն ունի իր արբանյակ ուժերը։ Այդ իսկ առումով այդ ուժերի քանակը ավելանում է։ Եվ դա հնարավորություն է ստեղծում, որպեսզի նախքին ներկա սև սպիտակ գործընթացը շարունակվի, ինչպես 21 թվականին նաև այսօր է դա շարունակվելու։ Եվ ես համոզված եմ, որ արդեն 3 իմ նշած, այսօրվա ԿՊ-ն Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան ունեն մեկից ավել արբանյակ ուժեր, որոնք որ մասնակցելու են այս կարող է իրականությունը այն է, որ ոչ թե իրենք ունեն արբանյակ ուժեր, այլ հենց իրենք մի տեսակ пассивանալով իրենց նախկին թիմակիցները միասնաբար հանդես չեն գալիս, այլ հանդես են գալիս առանձին միավորներով եւ ստացվում է, որ մենք ունենք տարբեր խմբեր, որոնք ինչ որ մի ժամանակ Սերժ Սարգսյանի հետ են եղել, ինչ որ մի ժամանակ Ռոբերտ Քոչարյանի հետ են եղել, հիմա սրանք пассивացել են, ափսոսում են փող ծախսել, հույս չեն տեսնում, կամ չգիտեմ, ինչ որ իրանք մտածել էին, չի ստացվել, հիմա չգիտեն ինչ անեն, բայց բոլոր մյուսները հələ դեռ քաղաքական ամբիցիաներ ունեն եւ ձևավորում են նոր միավորներ, չգիտեմ, Թևանյան Անդրանիկը ժամանակին Քոչարյանի ջերմերանտ աջակից էր, այսօր առանձին թիմով խաղում է, իսկ Քոչարյանը կարծես թե пассив խաղից դուրս է։ Խոսքը գնում է, որ դաշնակցությունը ինքնուրույն է մասնակցելու։ Սա կարելի է դիտարկել որպես Քոչարյանի пассивացման հետևանք, երբ որ իր թիմակիցները այսպես առանձնանում են։ Նման մի process Սերժ Սարգսյանի ճամբարում էլ է տեղի ունենում, այդպես չի։ Միգուցե այդպես է, ես չեմ ժխտում, բայց հենց ամբողջ ասածս դա է, որ միևնույն այդ նախկին ներկա խաղը շարունակվում է, թեկուզ այլ դերակատարներով հանդերձ։ Հիմա նույնը կարող ենք ասել Սամվել Կարապետյանի հետ կապված, ես չեմ բաժանում։ Ի վերջո գալիս ենք այն եզրահանգման, ես իմ համոզմունքն է, որ դուք նշեցիք նաև 96 թվականից սկսած, բայց ի վերջո որևէ պարագայում այդ բոլոր ընդդիմությունները գաղափարական տարբերություններ մեծ հաշվով չեն ունեցել, միևնույնն է նույն գաղափարական հենքի վրա են գործել, այդ առումով դրա համար քիչ առաջ ասեցի, որ կառավարվում են Կրեմլի կողմից բոլորը եւ իրենք արդեն իրենց արբանյակներին, արդեն արբանյակները ենթարկվում են նրանց, ովքեր որ կառավարվում են, այսինքն այդ արբանյակները Կրեմլ չեն հասնում։ Վասալի վասալն է, հիմա վասալն են հանդիսանում։ Հիմա երբ որ դուք ասում եք, որ տարիքային առումով կամ հավես չունենալու կամ չգիտեմ ինչ առումով նրանք միգուցե թուլանում են, այդպես պատճառով Կրեմլը շատ լավ տեսնում է։ Դրա համար նոր խաղացող է մեջտեղ բերում, որ Սամվել Կարապետյանն է։ Ասենք ինչի միջև հիմա Սամվել Կարապետյանը քաղաքականության մեջ չէր։ Դժվար ասել, որ չէր, որովհետև Սամվել Կարապետյանը վերջ-վերջո Հայաստանում վարչապետ նշանակած մարդ է։ Այսինքն պարզապես այն ժամանակ նա քաղաքականության մեջ էր մտնում իշխանությունների հետ որոշակի համաձայնությունների ճանապարհով եւ փորձում էր Կարեն Կարապետյանը դա ոնց որ հայտնի փաստ է, ինձ թվում է արդեն բոլորի համար։ Սամվել Կարապետյանը, ես չեմ կարծում, որ Սամվել Կարապետյանն է նշանակել Կարեն։ Չէ, կարելի է մեկնաբանել, որ դա Ռուսաստանից են հանձնարարել, դա մի քիչ այլ հարց է, բայց ուզում եմ ասեմ այն ժամանակ նա շատ ակտիվորեն թե այստեղ ասենք տարբեր ակտիվներ առնելով, թե քաղաքական հարցերում միջամտելով, տարբեր սկանդալային պատմություններ, այնտեղ Գագիկ Ծառուկյանի հետ կապված, այնտեղ ինչ որ իրավիճակներ եղան, մարդը Գագիկ Ծառուկյանը նույնպես չէ, պատրաստվում է։ Դեռ չեմ տեսնում, դա առանձին։ Ես ուզում եմ հասկանամ, մենք ինչի ենք քննարկում այս ընդդիմադիր դաշտը, որովհետև կարծես թե ես համաձայն եմ, որ իրենք բոլորը ինչ որ մի ձևաչափով Մոսկվայի պատվերով, տեղական որոշումներով կապ չունի, բոլորը ինչ որ ձևով մտնելու են խաղի մեջ։ Նիկոլ Փաշինյանն միանշանակ համաձայն եմ, սև ու սպիտակ խաղը
խաղալու է եւ հիմա այս բոլոր ձերբակալություններով ստիպում է, որ նրանք բոլորը դաշինք կազմեն, բոլոր մեղադրանքներով ասում է դու ռուսի գործակալ ես, դու սրբապիղծ տերտեր ես, դու ես դու ես եւ բոլորդ իրար հետ եք, բոլորդ պատերազմի կուսակցություն եք, բոլորդ չեք թողել որ մեր երկիրը զարգանա, դուք ուզեցել եք մեր երեխեքին ուղարկեք պատերազմ, որպեսզի դուք թալանեք եւ այսպես փաթեթավորում է բոլորին մեկ չարիքի մեջ, որպեսզի այդ սևի համեմատ ինքը սպիտակ երևա եւ վստահ է որ խոցելի են, վստահ գիտի որտեղ մատը սեղմի որ ցավա եւ նման իրավիճակ է ստեղծել, սա մենք գիտենք Սրանից դուրս մարդիկ ովքեր մտահոգ են երկրով, մարդիկ ովքեր ինչ որ գաղափարներ ունեն, փորձում են ազգային ճգնաժամը հաղթահարել եւ ունեն շատ համեստ ռեսուրսներ կամ կարելի ասել այս մյուսների համեմատ գրեթե ռեսուրս չունեն։ Նրանք ինչ պետք է անեն։ Պիտի մասնակցեն գործընթացներին, թե չմասնակցեն, էս է հարցը։ Եվ եթե մասնակցեն, ապա ինչպես։ Այս ամենը ես ասում եմ նրա համար, որպեսզի հասկանալի իմ միտքս փորձեմ մատչելի դարձնել այն առումով, որ բոլոր մասնակցողները, ովքեր նախապատրաստվում են 26 թվականի ընտրություններին, դրանք ձեր ասած ճգնաժամը լուծող չեն, քանի որ նորից եմ կրկնում, որ հանդիսանում են մեծ մասը այս 3 կառավարիչների նախկինում եւ այսօրվա կառավարչի Արբանյակ ուժերը եւ նրանց միակ գործառույթն է մասնակցություն բերել ընտրություններին, որպեսզի ապահովի ժողովրդավարության այդ առերևույթը, առերես այդ մի տեսակ շատ կտրուկ չի հնչում, որ բոլորը այդպիսին են, որովհետեւ վերջի վերջո մարդիկ կան, որ իսկապես մտահոգ են երկրով եւ այս պայն իրենց արժեվ խնդիր կա, անգամ նույնիսկ པարզ չի իրենք մասնակցելու են թե չեն մասնակցելու, բայց կա 26 թվականի ընտրություն, ուզեն թե չուզեն 1 միլիոնից ավել մարդ գնալու է քվեարկելու է եւ այդ 1 միլիոնի մեջ կան նույնպես ազգային մտածողությամբ ընտրողներ եւ պետք է ենթադրել, որ այդ ընտրողները իրավունք ունեն ունենալ բյուլետենում ցուցակներ, որոնց կարելի է տալ իրենց ձայնը։ Այս ամբողջ հարցը դա է, որ այդ Արբանյակ ուժերը լրացնում են բոլոր այդ դաշտերը քաղաքական, նշեցիք ազգային, չէ՞, ինչքան բավականին ազգային ուժեր կան եւ հանդես են գալի ազգային դիրքերից, բայց նրանք եւ իմ համոզմունք դրանք նույն Արբանյակներ են, պարզապես զբաղեցնում են այդ նիշերը, մեկը ազգային դաշտն է զբաղեցնում, մեկը չգիտեմ լիբերալ դաշտն է, որպեսզի իրականում որևէ ինքնուրույն խաղացող այդ դաշտերը չզբաղեցնեն, ասենք դրանք արդեն զբաղված դաշտեր են։ Եվ յուրաքանչյուրը հիմա այս իրավիճակում, երբ որ մենք տեսնում ենք, որ ողջ տնտեսական, ֆինանսական, մարդկային, տեղեկատվական ամեն ինչին տիրապետում են նախկիններ կան, սև ու սպիտակը, այդ դաշտում մտնել այդպիսի մեծ բանով ակնկալիքով, որ դու պետք է հաղթես, դա անհնար տարբերակ է, դրա համար հետ գնացինք, որպեսզի գանք մեր օրերը, որ նման բան երբեք չի եղել, այսինքն մինչ այժմ բոլոր ընտրություններում հաղթել են իշխանությունը եւ իրեն նշանակված ընդդիմությունը, որ նույնպես իրականացվել է Կրեմլի կողմից։ Հիմա ես ուզում եմ նորից 2008 թվականի մարտի 1-ը հիշել եւ նաեւ երբ իրար դեմ դուրս եկան, իրարից որևէ գաղափարական տարաձայնություն կամ տարբերություն չունեցող երկու ուժեր, Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան տանդեմը։ Իմ համոզմամբ մարտի 1-ը կազմակերպվել է այդ ուժերին կոպիտ ասեմ, հա, կարծես ասենք Կրեմլը կանչում է Լևոն Տեր-Պետրոսյանին, ականջին շշնջում ասում է դու ես իմ թեկնածուն, ամեն ինչ արա որ հաղթես, նույն բանն ասում է Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյանին եւ յուրաքանչյուրը համոզված լինելով իր կոպիտը օրինակ են բերում, բայց շատ հնարավոր տարբերակ է, որ ինքն է հաղթող լինելու, այսինքն Կրեմլի թեկնածուն ինքն է, դրա համար այդ բախումը առաջանում է եւ նպատակը այդ բախման մարտի 1-ի այդ սպանտի նա էր, որպեսզի Հայաստանին հետ գցեն
Եվ մենք տեսնանք, որ դրանից հետո իրոք Հայաստանի Հանրապետությունը բավականին հետ ընկավ տնտեսական, չգիտեմ, իր այդ արտագաղթով, երբ որ այդ հալածանքներով, քաղբանտարկյալներով եւ միջև ուշքի եկավ, Ադրբեջանն արդեն ինքը իր զարգացումն ապրում էր։ Եվ դրա նպատակը Հայաստանը թույլատնելն էր, որպեսզի ի վերջո այս Արցախի հարցը լուծվի իօգուտ Ադրբեջանի։ Հիմա ես նաև մտավախություն ունեմ այսօր, որ նման բան նախապատրաստում եմ նաև 26 թվականի համար։ Երբ որ առաջանում է այսպեսի, քանի որ այն ժամանակ էր այդ անտագոնիզմը աղավոր էր ժողովրդի մոտ, հա, ինքը արդեն այդ իշխանությունից զզվել էր։ Հիմա եւս այդ իշխանությունից զզված վիճակ է, բայց նա այս իշխանությունը այսօր ունի Կրեմլի աջակցությունը, բայց նաև նախապատրաստում է այլ ընդդիմություն, որին եւս, ասենք Սամվել Կարապետյանը լավագույնս օրինակն է, որ Կրեմլի կողմից ուղարկված գործիչ է։ Ես չեմ ասում կոնկրետ Սամվել Կարապետյանն է լինելու հիմնական մրցակիցը, դրանք կարող են համախմբվել, չգիտեմ, տարբեր դաշինքներով կարա լինի, բայց այդ process-ը, այդ մտավախությունն իմ մոտ առկա է, որ այսօր արդեն իրականանալու է նույն սցենարը, այդ բախումը տեղի է ունենալու, որտեղ արդեն կատարվելու է վերջնական Հայաստանի բաժանում։ Այսինքն Ռուսաստանը թուլացած լինելով փորձելու է պահել հյուսիսը Հայաստանի, իսկ արդեն հարավային մասը զիջելու է Ադրբեջանին եւ Թուրքիային։ Եվ դա կարող է իրականացնել միայն նման արճակատում առաջացնելու շնորհիվ, որը որ շատ հնարավոր տարբերակ է, տարբերակներից մեկն է։ Հիմա այս առումով, երբ որ դու հասկանում ես, երբ որ քաղաքական գործիչը հասկանում է, որ այս պայքարում նախկին ներկա սև սպիտակ ինքը իր սուղ միջոցներով հնարավորություն չունի խառնվելու այդ պատմության մեջ, ինքը կարա տանի իր, չգիտեմ, 2-3% ամեն մեկը լավագույն դեպքում, բայց ի վերջո հսկիչ փաթ ոչ խորհրդարան է մտնելու, ոչ էլ հսկիչ փաթ է ունենալու խորհրդարանում։ Եվ ի վերջո սև ու սպիտակը իրենց գործունեությունը ծավալելու են, արդեն կարող է տարբեր ուրիշ անձանց միջոցով ասեցիք, որ միգուցե տարիքներն առել են, բայց միևնույնն է, ուրիշ անձինք նույն գործողությունը կատարելու են եւ այս անցած նախկին իշխանությունները իրանց կատարած ողջ, ես չեմ զլանա ասել հանցագործությունները, միևնույնն է պարտակելու են այս նույն մարդիկ, ովքեր որ իրանց տեղը զբաղեցնելու են։ Հիմա այս առումով ես կարծում եմ, համոզված եմ, որ միակ տարբերակը դա խափանելու այս ծրագիրը, դա կազմակերպված բոյկոտն է։ Մենք հիշում ենք 2005 թվականին սահմանադրությունը, երբ որ փոփոխվում էր Ռոբերտ Քոչարյանի օրոք, հայտարարվեց, որ պետք է սահմանադրության այդ ընտրությունը բոյկոտել եւ մեծ թվով մարդիկ բոյկոտեցին, բայց դա пассив բոյկոտ էր, այսինքն տանից դուրս չեկան մարդիկ, իրար չէին ճանաչում, ուղղակի ենթարկվեցին այդ քարոզին եւ չմասնակցեցին, բայց ընտրությունները կայացան, սահմանադրությունը ընդունվեց։ Հիմա իմ առաջարկն է քաղաքական դաշտում, նրանք ովքեր որ պիտի գնան մասնակցեն այս ընտրություններին, թող գնան մասնակցեն։ Ես գիտեմ, որ դուք երկար տարիներ արդեն խոսում եք այն մասին, որ պետքա նախընտրություն իրականացվի ազգային ուժերի միջև, գործիչների, քաղաքական ուժերի միջև։ Ցավոք սրտի մինչ այժմ այդ ցանկությունը չի իրականացել։ Բայց ես չեմ կարծում, որ այդ նախընտրությունը պետք է կատարվի այն ուժերի մեջ, ովքեր որ հիմա կան, ովքեր որ կլոր սեղաններ, քառակուսի ուղղանկյունի սեղաններ են կազմակերպում, որտեղ հանդես են գալի տարբեր, չգիտեմ, ազգային ուժ են կհամարվում, բայց ես տեսնում եմ այդ քառակուսի սեղանի շուրջ այն մարդուն, ով որ 5 տարի քաղաքացիական պայմանագրի քարոզա տարել եթերներում 5 տարի հեռուստատեսության բոլոր ալիքներով ինքը այդ քարոզը տարել է ու այսօր ինքը եկել նստել է այդ կլոր սեղանի շուրջ, որտեղ իբրև թե ազգային ուժերն են նստած եւ նրանց հետ որոշում է Հայաստանի փրկության հարցը։ Այդ արդեն իմ համար հապացույցան նրան, որ այդտեղ մաքուր գործընթաց չի ընթանում, ովքեր որ այդ ազգային ուժը ներկայացնում են իբրև որ ուզում են համախմբում անել, այդ մարդու հետ նստելով
բարձա որ այդտեղ բան չկա էլի, ապագա չկա։ Հիմա միակ տարբերակը նորից եմ կրկնում, դա կազմակերպված բոյկոտն է։ Եվ իհարկե փորձեմ հասկանալ, էլի կազմակերպված пассив բոյկոտից մի հատ հիմնական տարբերիչ բաները ֆիքսենք, որ հասկանալի լինի ինչի մասին է խոսքը։ Դա հասկանալի է, ոչի բան չես անում, ուղղակի չես ճանաչում, նաև ասենք բացի քեզանից ով է մասնակցում այդ բոյկոտին։ Ակտիվը ո՞րն է։ Ակտիվ բոյկոտը ես գրառում էի արել երևի 1 ամիս առաջ, որտեղ նշել էի, ոնց եմ ես պատկերացնում, որ պետք է հնարավոր է ստեղծել քաղաքական ուժ, որը որ հիմնվում է հենց դրա վրա, այսինքն հիմքում դնում է բոյկոտը, եւ գրանցվում է եւ հայտարարում է, որ ինքը մասնակցելու է 26 թվականի ընտրություններին։ Բայց ամբողջ քարոզարշավի ընթացքում նաև մինչ այդ ինքը չէ պետք է կազմավորվի, որ կա հասնի այդ ընտրություններին, քարոզարշավին, եւ ինքը ներկայացնում է այն ամենը, ինչ որ ես այս սև ժամանակում փորձեցի, չգիտեմ ինչքան հնարավոր է լավ կամ վատ ներկայացնել եւ ամբողջը հանել ջրի երես։ Այն ինչ որ անցել է 30 նոր հարց առաջացավ, ստեղծվում է քաղաքական ուժ, որը անշուշտ պետք է ինչ-որ գաղափարախոսություն ունենա, ինչ-որ ձևով պետք է կառուցված լինի, հասկանալի է, որ ինքը կլիենտարիստական կառույց չի կարող լինել, այսինքն մի առաջնորդի շուրջ հավաքված մի բան չի կարող լինել, ռեալ պետք է կազմակերպություն եղնի ներքին ժողովրդավարությամբ, ճիշտ եմ, այս ամեն ինչը հասկանում։ Եվ այս ամբողջը սարքվում է, հետո այսինքն ստեղծվում է քաղաքական կազմակերպություն, որ քաղաքական process-ին չմասնակցի։ Այստեղ մի քիչ հակասություն չկա։ Չէ, չկա հակասություն այն առումով, որ դուք նշեցիք, որ ժողովուրդը մեծ հաշվով չի վստահում ոչ մեկին եւ ինքը пассив ինքը իրանով բոյկոտ է անում եւ չի մասնակցում ընտրություններին։ Ասացիք, որ կան ուժեր, որոնք որ ուզում են այդ ձայները վերցնել, բայց դրան ի պատասխան ես հնչեցրեցի, որ այդ հնարավորությունը այդ ձեր ասած ուժերը չունեն եւ դա չեն այդ դրա հիմքով, քանի որ իրանք բազմաթիվ են այդ ազգային ուժերը եւ ասենք մեկը չի լինելու, էլի իրանք դրա համար իրանք բաղդատելու են տարբեր մասերի եւ յուրաքանչյուրը իր 1-2% կամ 0 քանի տոկոսը վերցնելու է, վերջում ասելու է մենք չվստահեց ժողովուրդը մեր ազգային նորից փորձում, ահա դուրս գանք, որը որ 35 տարի ընթանում է։ Մենք պիտի քաղաքական, չգիտեմ, հայտարարություն անենք կամ հայտ ներկայացնենք, ովքեր որ մասնակցում է այս ընտրություններին, դրանք հանդիսանում են արբանյակ ուժեր եւ դրանք վստահելի ուժեր չեն։ Եվ դրա համար պետք է ինչ-որ այդ ինքը այս համակարգը 35 տարի որ ստեղծվել է, ինքը կայունացել է ու ինքը նույն տրամաբանությամբ գնում է։ Հիմա այդ տրամաբանությունից դուրս պետք է ինչ-որ մի բան ստեղծվի, որովհետև եթե մենք ես դուք մտնենք այդ գործընթացի մեջ, մենք դառնալու ենք նույն մասնիկը։ Իսկ եթե չմտնենք, ինչ ենք դառնում։ Դու դուրս ես գալիս այդ ոնց է այդ բարկը, չէ, կակաֆոնիա, չէ, որ բոլորը խոսում են, չէ, ասենք մի 20, 25, 30 կուսակցություն դաշինք, պետք է բոլորը խոսան։ Հիմա դու երբ կարող ես քո ձայնը լսելի դարձնես, երբ որ այն ազգային ուժերը, որոնք նույն բանն են ասում, ինչ որ դու ես ասում, բայց իրենց նպատակը պարզապես իրենց պարտադրված է, որ իրանք մասնակցեն։ Այլ կերպ ասած, իրանք ձևացնում են թե ազգային ուժը։ Այսինքն դու այդ աղմուկի մեջ քո ձայնը դառնում է հերթական ձայն։ Մի պարագայում դու քո ձայնը կարա լսելի դառնա, երբ որ դու դուրս գաս այդ ամեն ինչից եւ ստեղծես առանձին։ Ենթադրենք բոյկոտը լսելի դարձրեց ձայնը, բայց այդ դեպքում ի՞նչ է ասում այդ ձայնը, էլի։ Ասենք թեկուս լավագույն ազգային ծրագիր ունի, բայց որպես գործողություն ինչ է առաջարկում կամ ինչի շուրջ է համախմբում։ Հիմա նորից ձեր ծրագրերին վերադառնան, որ նախընտրություն եք փորձում կազմակերպել այն ազգային ուժերի միջև, ովքեր իրենց ազգային են հռչակում, իրենց միջև, որպեսզի ստեղծվի մի քաղաքական կուռ, հա, կառույց, միասնական կառույց։ Բայց ես համոզված եմ, որ այդ ուժերը չեն մասնակցել, որտեղ իրենց խնդիրը այլ է։ Ու նաև մտավախություն ունեն, որ ով էլ որ կմասնակցի դրան, ու ասենք այդ կուռ ուժը կստեղծվի, ի վերջո սաբոտաժ է անել, որտեղ ինքը ինքնուրույն ուժ չի։
Հիմա դրա համար թողեք այդ ուժերին թող գնան մասնակցեն, բերեք ստեղծենք նոր իրականում սա մի տեսակ գովեստի նման բան էր, որովհետև ստացվում է, որ մենք մի նախագիծ ենք առաջարկում, որին այն ուժերը, որոնք արբանյակ են հանդիսանում, չնայած խոսում են գեղեցիկ կարգախոսներով ազգային թեմաներից, բայց իրականում մութ ուժերի արբանյակ են, ռուսական կամ տեղական նախկին ներկա իշխանությունների, նրանք փաստորեն չմասնակցելով ոնց որ դուրս են մնում, ուրեմն մասնակցում են մենակ նրանք, ովքեր քիչ թե շատ մաքուր են։ Ճիշտ հասկացա այդ բանը։ Դե եթե մեր նպատակը հենց դա է, որ կան մարդիկ, ովքեր ասելիք ունեն, ովքեր չեն վախենում բանավեճից, ովքեր ներքին ժողովրդավարությանը հավատում են, ովքեր անձի շուրջ չեն, ինչ որ ինքնահռչակ առաջնորդների շուրջ չեն, գիտակցում են խնդրի կարևորությունը եւ դրա համար փորձում են համատեղ գալ, հիմա ձևավորվեց այդ շարժումը։ Փորձենք մի քիչ առանձնացնել, հա, մեր նախընտրության նպատակը անպայման ցուցակի առաջադրումը չի պետական ընտրություններին մասնակցելու համար, այլ նաև այդ կառույցի այդ նորաստեղծ ընդդիմադիր ձևաչափին, ընտրական ենթահամակարգը թե ինչա, դրա քաղաքական մարմնի ընտրությունը։ Տեսականորեն այդ քաղաքական մարմինը կարա որոշում կայացնի, որ ներկա պայմաններում պետական ընտրություններին մասնակցելը իմաստ չունի։ Ստեղ իհարկե հարցը առաջանում, եթե դու կարողացել ես այդ լուրջ քաղաքական մարմինը ձևավորես, այդ դեպքում էլ ինչի չմասնակցես, որովհետև ոնց որ ասենք գործի մեծ մասը արել ես, էլ այնտեղ մնացել է ուղղակի հանրային աջակցության աստիճանը ֆիքսել։ Իսկ եթե չես արել, այսինքն թույլ կառույցես, իրականում այդ նախընտրությունը բավականաչափ ծավալուն չի եղել, լուրջ թիմ չի ձևավորվել, հա պարզ է այդ դեպքում չես էլ կարող մասնակցել, ոչ ռեսուրս կունենաս, ոչ էլ պատրաստվածություն կունենաս։ Ուզում եմ ասեմ, եթե բուն խնդիրը ազգային քաղաքական միավոր ձևավորելն է, մենք մի քիչ սխալ չենք անում, որ հարցը բերում ենք առաջ, այսինքն հենց հիմիկվանից որոշենք, որ բոյկոտելու ենք, ու դրանից հետո ձևավորենք այդ քաղաքական միավորը, բայց չէ որ այդ քաղաքական միավորը, որ ձևավորվեց, կարող է հանգամանքները գնահատի եւ այլ որոշում կայացնի հետո։ Ամբողջ հարցը գալիս է նրան, որ այդ քաղաքական միավորը թե ժամանակային առումով, թե ռեսուրսի առումով ինքը չի կարողանալու ձևավորվել։ Դա եթե արվեր շուտ, միգուցե եւ լիներ, բայց ժամանակը սուղ է, դու չես կարողանալու, ասում եմ նորից, դրա մեկ այլ մտավախություն կա այդտեղ այդ բոյկոտի հետ կապված իմ մոտ, թե որն է պրոբլեմը։ Պրոբլեմն այն է, որ մարդիկ, երբ որ ներգրավում են քաղաքական process-ների մեջ, իրանք ամեն դեպքում որոշակի շահ են ակնկալում, չգիտեմ, պատգամավորի, կարգավիճակով կամ այլ ինչ ճանաչելիության առումով, հեռանկարային առումով, հիմա երբ որ մարդը հասկանում է, որ ինքը մտնում է քաղաքական մի process-ի մեջ, որտեղ ինքը ակնկալիք չունի եւ չի դառնալու պատգամավոր, այդտեղ արդեն մարդիկ հետ են քաշվում, որովհետեւ չեն տեսնում, հա, իրանց համար ինչ-որ որոշակի շահ։ Բայց ամբողջ հարցը հենց այդտեղ է, թողի հայտ կան այդ մարդիկ, ովքեր չունեն նման ամբիցիաներ, ամբիցիան ի վերջո բացասական բան չի, լավ բան է, բայց չունենան կարճաժամկետ ակնկալիքներ, այլ ունենան երկարաժամկետ ակնկալիքներ եւ երկարաժամկետ նպատակներ։ Մենք ի վերջո շատ ենք ուշացել ամեն հարցում, այսօր երկիրը շատ բան վիճակի մեջ է եւ ուզում եմ նաև ասել, որ չգիտեմ, ասեցի այդ մասին, որ ես մտավախություն ունեմ, որ ես 26 թվականի ընտրություններին նախապատրաստվելու է հնարավոր տարբերակն է, որ Կրեմլը, հա, անի նույն process-ը, ինչ որ արվեց 2008 թվականի մարտ ամսին, եթե ասել եմ, չշարունակեմ, հիմա ասածս նաև, որ այդ մարդիկ, ովքեր որ հիմա չեն մասնակցում այդ քառակուսի կլոր սեղաններին, ովքեր տանը նստած են, չգիտեմ, մեծ մասը, որոնք որ չեն մասնակցում ընտրություններին, միգուցե այդտեղից ի հայտ գան այդ մարդիկ, որովհետև այն ինչ որ մենք հիմա ունենք, այս քաղաքական 30 տարվա դաշտը, դա իմ համար, ինձ համար այդտեղ բան չկա, էլի, ապագա չկա, այդ մարդիկ ինձ համար ոչինչ են ու նաև ժողովրդի համար են։ Հասկանալի է միանշանակ, դրա համար մեր կարգախոսներից մեկը ընդդիմությունափոխությունն է, թե գաղափարական, թե կազմակերպական ձևերի առումով։ Փոխությունը այդպես անենք, ասենք այդ բոյկոտից
կազմակերպված փորձեն քաղաքական ուժ ստեղծել, ով որ այդ ձեր ասած ովքեր հիմա մասնակցում են քառակուսի կլոր սեղաններին, ովքեր որ ազնիվ են, թող գան միանան, այդ նախընտրությունը այդ դաշտում սկսենք անել, այդ կուսակցությունը ինչա կստեղծենք, ի վերջո ընտրությունները այդ պահին են հիմա ուզում մոտենամ, ստեղծվեց կուսակցությունը անկախ նրանից թե ինչի, հա, լավ ասա։ Երբ որ ընտրությունները ստեղծում են եւ դուք ասում եք մարդիկ ազգային ուժերը պետքա այդ ձայները փորձեն իրանց բանով ներգրավել, մենք այսօր տեսնում ենք, որ այդ հնարավորությունը չի լինելու, չկա, այսինքն այսօր նույնիսկ Արթուր Բաղդասարյան եւ Արտաշես Գերամյան անձեր չկան։ Միգուցե ինչ որ նախապատրաստում են, արդեն տեսնում եմ, ես անուններ չեմ ուզում նշեմ, որ ուզում են տենց նման բան անեն, բայց միևնույնն է, այդ բանը չկա, ժողովուրդին մենք ինչքան մեղադրում ենք, հա, միևնույնն է, ինքը իմաստացել է, ինքը չի կարող, չի գնալու այս ամեն ինչի հետևից։ Դա ակնհայտ է։ Հիմա մենք ոնց ենք փորձում ընտրություններից հետո, երբ որ գիտենք արդյունքը ընտրությունների, որ սև ու սպիտակ նախկին ներկանելի, չգիտեմ, տարբեր անձանց միջոցով պահպանվելու է, այդ շուտ ժողովրդավարական ալիք է պետք, չէ, բարձրացնելու, բայց չունենք այդ ալիքը, չի բարձրանալու ինքը 26 թվականին, այս ներկա քաղաքական ներկապնակով այդ ալիքը չի բարձրանալու։ Հիմա երբ որ դուք ասում եք, որ բոյկոտը թույլ չի, միևնույնն է, ինքը դու ոնց որ պասիվ անում ես, ես չեմ ասում, որ 26 թվականի բոյկոտի քաղաքական ուժը այնպիսի ուժ է ձեռք բերելու, որ կարողանա հետընտրական զարգացումներ ապահովելու, բայց ասում եմ, միասա եմ, երբեք միասա երբեք։ Իմի հնարավոր է մենք կարողանանք այս կար ժամանակահատվածում, չգիտեմ, կարողանանք դա անել, երբ որ ժողովուրդը ընտրողը կտեսնի, որ ինչ-որ մի քաղաքական ուժ դուրս է գտնվում այս 30 տարվա հետո ինչ կանի, ասենք տեսավ, գտավ, ուզեց աջակցի, ոնց աջակցի։ Բայց մենք պետք է համակարգից դուրս գանք, փորձենք այդ համակարգից դուրս ստեղծել մի այլընտրանք, այսինքն դա միակ այլընտրանք։ Ձևավորվեց կազմակերպական կառույցը, շատ հզոր, ինչ որ ռեսուրսներով, միլիոնատերներ չկան, բայց ինչ որ ռեսուրսներով ապահովված, ներքին ժողովրդավարությունով, հիանալի առաջնորդներով, եթե պետական պրոցեսներին ընտրական չի մասնակցելու, պարտադիր չի այսօր հաջորդ անգամ չի մասնակցելու, ուրիշ ինչ անելու, այսինքն այլընտրանքային ձևավորվելուց հետո ինչ անում։ Միգուցե ժամանակ չունեք, դու պիտի այդ ընտրողին բերես քո դաշտ, չգիտեմ, եթե 26-ին չես հասցնելու բերես, 26-ից հետո հետընտրական զարգացում նախընտրություն երևույթը ենթադրում է ընտրողների ակտիվ ինչ-որ մի շերտի մասնակցություն, ասենք 2, 3, 4, 5 հազար կամ միգուցե ավելի։ Մտավախությունը հայտնեցի, որ կարճաժամկետ չեն տեսնում ու չեն գալի մասնակցություն։ Չէ, նկատի ունենք նախընտրությանը մասնակցություն, ոչ թե պետական ընտրություններին։ Այդ ակտիվ մասնակիցների շուրջ անշուշտ կա ավելի пассив ընտրողների ինչ որ մի քանակ, որոնք կարող է ինչ որ մի ժամանակ իրենց հորդորով կամ, չգիտեմ, բանով ակտիվ լինեն, ասենք պետական ընտրությունների ժամանակ կամ ինչ որ հանրաքվեի ժամանակ։ Հա, կա ինչ որ նաև այդպիսի մի հատված։ Հիմա եթե սա արդեն ձևավորվել է այդ քանակը, ինքը ինչու չպետք է օգտագործի բոլոր հնարավորությունները ֆիքսելու համար իր հանրային աջակցության աստիճանը։ Դրա համար նորից եմ կրկնում, որ դու այս ձայների մեջ քո ձայնը մնալու է, դառնալու է հերթական ձայնը, քանի որ դու տեղավորվում ես այդ համակարգի մեջ։ Ամբողջ խնդիրը դա է։ Իսկ հակառակ դեպքում մենք այն վիճակում ենք, որ չգիտենք վաղումություն Հայաստանի ինչ վիճակ կլինի, բայց գոնե այսօր պետք է ստեղծենք մի բան, որը որ թեկուզ այդ 26 թվականի ընտրություններից հետո կդառնա իրական այլընտրանք։ Փորձեմ նկարագրել հետևյալ իրավիճակը։ Հնչեց բոյկոտի կոչը եւ այս պետական ընտրություններին մասնակցեց 200,000-ով ավելի պակաս քաղաքացի։ Բնականաբար բոյկոտի կոչ անողները արձանագրելու են, որ դա իրենց կոչի արդյունքում է եւ հավանաբար այդ մարդկանց հետ ինչ որ միջոցառումներ են անելու, ցույց տալու։ Հասկանալի է, բայց 200,000-ը հաստատ չի գալու կուսակցության անդամ դառնա կամ կազմակերպվի այլ ձևով, բայց ասենք ենթանենք 20,000-ից հանրահավաք է անում։ Որ դու չես գնում, նպատակ չունես գնաս պատգամավորի աթոռ վերցնելու, մանդատ վերցնելու, ինքը տեսնում է, որ այս մարդը, այս քաղաքական ուժը այլ ինչ-որ
բաներ ունի։ Այ հարցը հենց այդ է, այդ այլ նպատակը որն է, եթե դու մանդատ չվերցեցիր, դուրս եկար, որ ինչ անես։ Որի վերջո իշխանություն ստանձնես։ Ոնց։ Հարց առաջանում։ Այդ ընտրողի մոտ։ Այդ ընտրողի մոտ, եթե հիմա դու չես հասցնում իրականացնես, ապա մյուս արտահերտ ընտրություններին կարող ես ուժ հավաքել, պարտադրել արտահերտ ընտրություններ, հերթական։ Այսինքն խոսքը գնում է փողոցային պայքարի ինչ որ ալիքի շնորհիվ բոյկոտը հենց նաև փորձել բանալ։ հետընտրական նաև կարող զարգացումներ ունենա, նայած թե ասենք դու ինչ կձևավորես եւ ինչ վստահություն ինքը կունենա ընտրողի ժողովրդի մոտ։ Դա կարող է բոյկոտից դու հետընտրական զարգացումներ ունենաս։ Ասենք ես չեմ բացառում դա, որովհետեւ դու արդեն առանձնանում ես որպես քաղաքական ուժ, դու այդ խաղի անդամ չես։ Հա դժգոհ ենք ընդհանուր արդյունքից եւ փողոց ենք։ Ժողովուրդը տեսնում է, որ դու առանձնանում ես իրանից ու դու արդեն այդ նախընտրության ընթացքում չգիտեմ ինչ, արդեն դու սկսում ես արտահայտել քո մտքերը, որը որ թող ժողովուրդը գնահատի դրանք։ Ի վերջո մենք խոսում ենք ազգային, գանվային վերջո ժողովուրդը չի ուզում ազգային իշխանություն, ով է իմանում։ Բայց դու պետք է բերես դառնաս այդ ազգային, այսօրվա այդ կակաֆոնիայի մեջ այդ բառն օգտագործեն, որ բոլորը ազգային են ու բոլորը խոսում են ազգի։ Այսինքն կա լուրջ մտավախություն, որ այս ընդհանուր աղմուկի մեջ ազգային ձայները ուղղակի չի լսվելու։ Դրա համար պետք է ինչ-որ առանձնանալ, հնարավորինս առանձնանալ, նաև ի վերջո հասկանալով, որ դու քո նպատակին չես հասնելու։ Դրանից ելնելով գոնե մի տարբերակ փորձել, այլ տարբերակ փնտրել նոր բան ստեղծելու համար եւ ժողովրդի վստահությունը ստանալու համար։ Այդտեղ շատ կարևոր նրբություն կա, որ ժողովուրդը տեսնում է, որ այս քաղաքական ուժը չի գնում մանդատի հետևից, ինքը քեզ վստահում է, որտեղ ինչ է միջև ես ասում, ով գալիս է խոստում է տալի, պաշտոնա վերցնում, վերջում մոռանում է, սկսում է, չգիտեմ, իր հարստությունը դիզել։ Բայց երբ որ ինքը տեսնում է, որ այս քաղաքական ուժը չի գնում դրա հետևից այսօր, այլ բան է քարոզում, ինքը վստահությամբ պիտի ներշնչվի, չի կարող այլ ձև լինի։ Ասենք հոգեբանորեն ընտրողը հասկանում է, որ այս մարդը չի գնում ընտրության համար, չի գնում մանդատի համար, չի գնում աշխատավարձի պատգամավորի, այլ ասենք փորձում է լուծումներ առաջարկել ու նաև գաղափարներ բարձրացնել։ Որպես ամփոփում ֆիքսենք, որ այնուամենայնիվ ընդհանուր նպատակը նման քաղաքական ուժի ձևավորումն է, գաղափարական, հնարավորինս ազգային, ներքին ժողովրդավարությամբ եւ այլն, եւ այստեղ վիճելի հարցը հետեւյալն է, թե բոյկոտի համատեքստումը ավելի հեշտ նման քաղաքական ուժ ձևավորել, թե նախընտրության եւ ընդդիմությունափոխության ինչ որ նախագծի շուրջ, եւ այստեղ երկրորդ հարցը այնն է, որ արկա քաղաքական միավորները, որոնք արդեն դաշտում ինչ որ հավակնություն են դրսևորել, փոքր են, թույլ են, կարծես թե ազգային են գոնե իրենց հրապարակած տեքստերում, արժի նրանց, որոնք որոշում ունեն ընտրություններին մասնակցել, այդ նախընտրությունը պետք է փորձի այս բոլորին ներառել, թե ընդհանրապես ընտրություններին ի սկզբանե չմասնակցող, բայց ակտիվ այլ գործիչների միայն ասպարեզ տալ։ Այս էլ կարծես թե երկրորդ հարցն է, այստեղ վիճելի պահով։ Ես այդ տարբերակը, որ բոյկոտի միջոցով կարող ենք դա անել, եւ այդ նախընտրությունը, ովքեր որ պատրաստվում են մասնակցել, կարճացած, ովքեր պատրաստվում են մասնակցել եւ մասնակցելու են ընտրություններին, դրանք խամաճիկ ուժեր են։ Եվ դրանց հետ որևէ նախընտրություն իրականացնելը ազգային ուժ ձևավորելու համար դա ժամավաճառություն է, որովհետև իրենք ունեն անձնական խնդիրներ, շահախնդիր են, չգիտեմ, տարբեր հարցերով եւ դա իմ համոզմունքն է։ Հիմա ինձ կարան հակաճառեն կամ չգիտեմ ինչ անեն, բայց իմ համոզմունքը դա է։ Այս ներկա գործիչներից ովքեր որ կան, ես խնդիր չեմ տեսնում։ Թող իրանք հայտարարեն, որ իրանք էլ են մասնակցում այդ բոյկոտին, ով որ չի մասնակցելու 26 թվականի ընտրություններից, թող գա միանա սկսենք այդ ձեր ասած նախընտրությունն իրականացնել։ Բայց ովքեր որ այսօր արդեն հայտարարում են ու գնում են այդ ընտրություններին, նրանց այդ որևէ նախընտրություն չկա անելու, որովհետև ի վերջո եթե իրանք էլ գան սկսեք անել նախընտրությունը, վերջում սաբոտաժ են անելու ու ձեր այդ ամբողջ բանը քաղաքական կառույցները այսպիսի մի սովորություն ունեն, նրանք դինամիկայի մեջ փոխում են որոշումները, կեցվածքները
եւ կարծում եմ, որ եթե որևէ ձևով այդ թվում բոյկոտի թեմայով, եթե հաջողվի այսպես մեծ համախմբում առաջացնել եւ մեծ քաղաքական կառույց ստեղծել, ամենայն հավանականությամբ այդ քաղաքական կառույցը ինչ որ ձևերով ուզենալու է նաև մասնակցել այդ պետական միջոցառումներին, ֆիքսելու համար իր հանրային աջակցությունը, ճնշելու համար թեկուզ հետընտրական զարգացումների տեսքով կամ որևէ այլ տեսքով։ Ու ես կարծում եմ, որ ի սկզբանե չարժի պարտադրել ոչ թե պարտադրել, այլ նախապայման դնել քաղաքական միավորի ստեղծման սահմանափակելով ապագայում նրանց որոշումների ազատությունը ճիշտ մարտավարություն ընտրելու։ Ես կարծում եմ քաղաքական կառույցը պետք է ստեղծվի գաղափարների հետ քննարկման համատեքստում, պետք է անշուշտ ներքին ժողովրդավարության արդյունքում ձևավորի իր առաջնորդող թիմը եւ թե բոյկոտը, թե պետական ընտրություններին մասնակցելը, թե հանրությունությանը փողոց առաջնորդելը, թե, չգիտեմ, այլ ձևերով իշխանությունների նկատմամբ ճնշում բանեցնելը, բոլորը գործիքներ են, որոնք այսպես թե այնպես քաղաքական միավորները պետք է իրենց զինանոցում ունենան եւ պարբերաբար օգտագործեն։ Վերջին խոսքը ամեն դեպքում դրա հետ կապված ասել, հա իհարկե տարբեր ուժեր, տարբեր ձև են տեսնում, բայց նույնիսկ համոզված եմ, որ այդ պարագայում, բոյկոտի պարագայում կազմակերպված եւ քաղաքական, որի միջոցով քաղաքական ուժ կարող է ստեղծել, որը որ նաեւ մենք ունեցել ենք արդեն նման օրինակ, նույն 1988 թվականի Ղարաբաղյան շարժումը, երբ որ երկիշխանություններ ձևավորվել, եթե կարողանում ես դու այդ բոյկոտի ընթացքում եթե այսօրվանից դու սկսում ես այդ process-ը, եթե կարողանում ես համախմբել ընտրողին ժողովրդին, ովքեր որ սկսում են վստահել քեզ, ապա դու այդ երկիշխանությունը կարող ես ապահովել նույնիսկ այդ ընտրություններից հետո։ Բացառապես ես այդպես եմ տեսնում։ Այդ տարբերակ չի աշխատելու։ Հա, եթե կարողանում ես դա անել, անշուշտ այդպես կլինի, եւ հուսանք, եթե այդ բոյկոտի շարժումը ինչ որ ծավալում ստանա, այն չի ընկալվի պարզապես թուլության դրսևորում, դե թույլ ես դրա համար ասում ես բոյկոտել, հուսանք այդպես չի ընկալվի, բայց գեր նպատակը քաղաքական կառույցի ձևավորումն է, ազգային ուժերի համախմբման, ներքին ժողովրդավարության իմաստով, եւ այս հարցում կարծես թե մենք ոնց որ համակարծիք ենք։ Լավ, շատ չերկարացնենք, հավանաբար այս թեմային էլի առիթ կունենանք անդրադառնալու, հատկապես որ քաղաքական գործընթացները ավելի ինտենսիվ են դառնում եւ ընթացքում կարող եթե միտքը դառնա հավանեն, մենք կարող ենք այդ ամբողջ գործիքակազմը մարդկանց հետ այդ նախընտրության, չգիտեմ ինչ քննարկել, թե ինչպես պիտի այդ հարցը լուծում ստանա։ Շնորհակալություն, նորից կհանդիպենք։